Ձեր կարծիքով կաթողիկոսի հնարավոր զավակ ունենալու հանգամանքն է ավելի շատ վնաս հասցրել հայոց պետականությանը, թե օրինակ քաղաքացիական պայմանագիրն իր իշխանությամբ։ Մենք ամեն ինչ անում ենք հայոց պետականությունը ամրացնելու եւ ես չեմ կարծում։ Ձեր իշխանության օրոք հանձնվեց Արցախը, ունեցանք պատերազմ, հազարավոր զոհեր եւ այլն։ Օկուպացիոն Հայաստանի Հանրապետության պետական։ Եվ այսինքն այդ հանգամանքն է շատ ավելի խնդիր, թե վեհապարի հնարավոր զավակ։ Եթե դուք այդտեղ հիմնավորեք, որ ձեր թվարկած process-ները չեն լինի, եթե քաղաքացիական պայմանագիրը չլիներ իշխանություն, դա այլ հարց է։ Եվ վարչապետը այդտեղ էլ մեկնաբանություն արել է, որ ոչ թե պատերազմն է եղել մեր ժամանակ, մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն։ Բառախաղ չի, դուք կբացառեք, որ այլ իշխանության պարագայում պատերազմը իր աղետալի հետևանքներով լինելու է։ Հնարավոր բանակցությունների արդյունքում այլ ելք լիներ։ Հարգելի գործընկերներ, մենք Հայաստանում կառավարող մեծամասնություն ենք դարձել ժողովրդի քվեով։ Այս հարցերից հետո ես պիտի առաջարկեմ ձեզ ուրեմն առաջարկով հանդես գալ, այսինքն ինչ է առաջարկում, օրինակ առաջարկում որ քաղաքացիական պայմանագիրը չմասնակցեր ընտրություններին, չհաղթեր ընտրությունը, ժողովրդին ինչ է առաջարկում, առաջարկում է չընտրել քաղաքացիական պայմանագիր։ Մենք իշխանություն, ոչ, մենք իմանանք վեհապարը զավակ ունի, թե չունի։ Ինձ որպես հայ քրիստոնյա մարդ, ով հավատում է Աստծուն եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, այդ հարցը հետաքրքիր է ոչ միայն վեհապարի մասով, այլև բոլոր այն կուսակրոն ուրեմն հոգևորականների, որոնք պիտի լինեին կուսակրոն, անկախ անուն ազգանից։